Իդեպ մի դեպքի մասն էլ հիմա ես ձեզ կներկայացնեմ, որտեղ կարծում եմ լայն հանրությունը այդ մասին տեղյակ չէ։ Եվ որը կարծում եմ նաև վկայում է այն, որ ես շատ մտահոգված էի, որովհետեւ այդ իշխանության տրանզիտը, իշխանության փոխանցումը լիներ սահուն եւ ոչ նոր ցնցումներ առաջացնելով նախապայման կամ նախադրյալ։ Երբ արդեն Քոչարյանն ընտրվել էր եւ մենք պետք է արդեն պատրաստվեինք ինաուգուրացիային, իսկ ինաուգուրացիան անցկացվում էր ազգային ժողովի հատուկ նիստում, ես բարձրացրեցի Տեր-Պետրոսյանի երկու ուրեմն ինաուգուրացիաների տեսաժապավենները ու գիտեք ասեմ շատ տխուր պատկեր էր, այսինքն ինքը դալիճը նման կարևորության պետական կարևորության միջոցառումներում նախատեսված չէր, պատրաստ չի, օրինակ ասենք թե պատկերացրեք, որ դեսպաններ կային, որոնք եկել էին ու մեկ-երկուսը երևում կադրերում, որ ոտքի վրա են, կամ լրատվամիջոցները փակում են նույնիսկ վեհապար հայրապետը չի կարող մոտենալ ամբիոնին, այսինքն մենք այդ ժամանակ ես որոշում կայացրեցի, որ ինաուգուրացիան պետք է անցկացվի Սպենդիարյանի անվան օպերայի բալետի թատրոնում, պետական բանի թատրոնում, դահլիճում, հա, օպերայի դահլիճը մենք նախապատրաստեցինք եւ կարծում եմ դա բավականին այսպես ներկայացչականության առումով բավականին հաջողված որոշում էր, ճիշտ որոշում էր եւ լուծում, դա հետագայում արդեն դարձավ ավանդույթ, ըստ էության հիմա ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այլ կերպ այդ ինաուգուրացիան անեմ, եթե լիներ նախագահ, նախագահի ինաուգուրացիան։ Տեսեք, այստեղ մի շատ կարևոր հանգամանք կար։ Ես փորձում եմ, ես համոզված եմ, որ ես ճիշտ եմ, մտածում եմ օգտագործել ինաուգուրացիան եւ Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան այդ հանդիպումը մերձեցման հնարավորություն ստեղծել։ Այդ ժամանակ դուք շատ չեք մեծացնում Քոչարյանի դերը։ Չէ։ Վազգենի կողքին։ Վազգեն Սարգսյանի կողքին։ Քոչարյանն հանրապետության նախագահ էր։ Ի պաշտոն է։ Հիմա ի պաշտոն է։ Հիմա ինչ նշանակում մեծացնել։ Օրինակ, ի պաշտոն է Քոչարյանը իր պաշտոնամուտը պետք է աներ։ Չէ, ինաուգուրացիա պետք է աներ։ Խոսքը անողակարգը չի։ Խոսքը որոշումներ Չէ, բայց առանցքային որոշումների մեջ դերակատարությունն է։ Բայց ես ուզում եմ ասել, որ շատ սխալ է այն պատկերը, քիչ հետո ես դրա մասին կխոսամ, բայց թույլ տվեք ես միտքս ավարտեմ։ Եվ ես որոշեցի, որ անպայման այդ ինաուգուրացիայի միջոցառմանը պետք է հրավիրել պաշտոնապես, պետք է հրավիրել պաշտոնաթող նախագահին, առաջին նախագահին, Լևոն Տեր-Պետրոսյան։ Ես կապնվեցի նրա հետ, այցելեցի իրեն, ինքը առանձնատանն էր ապրում, այդ ժամանակ իր կեցավայրն ուներ, եւ մենք զրուցեցինք այդ մասին։ Տեր-Պետրոսյանը առաջին հարցադրմանը, ինչու եմ հետապնդում այդ միտքը, անկեղծ ասեմ, առանձնապես լավ չընդունեց, չարձագանքեց լավ։ Նույնիսկ ավելին ասեց, հավանաբար ես չեմ մասնակցի։ Ես ներկայացրեցի, ինձ պետք է, ես կարծում եմ, որ հիմա շատ էական է հանրության համար, որ պետական շարունակականության ունենք իշխանության ցիվիլ տրանզիտ։ Սա շատ կարևոր է մեզ համարում, եւ սա ասի ոչ ինձ է պետք, ոչ ձեզ, ոչ էլ Քոչարյանին, սա պետությանն է պետք, հանրությանն է պետք, եւ սա շատ էական է վարտակի խաղացողների համար։ Ինչևէ մենք պայմանավորվեցինք, հաջորդ օրը Տեր-Պետրոսյանը, ես նորից կապնվեցի Տեր-Պետրոսյանի հետ, եւ Տեր-Պետրոսյանը լավ, ես կմասնակցեմ։ Համաձայնվեց, մենք իրեն դիմավորեցինք, ես խնդրեցի, որ ինքը ի նկատի ունի, պետք է ինքը առանձին օթյակում նստի, ես հրավիրել էի իրեն տիկնոջ հետ, առանձին օթյակում պետք է նստի։ Նույնիսկ խնդրեցի ճշտեցի, ում կուզենար իր օթյակում իր մտերիմներից կամ գործընկերներից տեսնել, մի խոսքով Տեր-Պետրոսյանը եկավ։ Եվ պետք է ասել, ինչպես? Ում է օթյակում։ Ես եթե իմ հիշողություն չի դավաճանում, Սեն Արևշատ իր մատենադարանի գործընկերներն էին։
Սեն Արևշրցյանն էր, ես շատ լավ հիշում եմ։ Մի խոսքով ինքը միայնակ եկավ, առաջի տիկինը չեկավ, չմասնակցեց, բայց ինքը եկավ, մենք իրեն դիմավորեցինք փոխնախագահ ազգային ժողովի Վախշան Յուրան դիմավորեց, արարակարգը ամբողջությամբ պետական պահպանված էր։ Ինքը նստեց օթյակում, հարևան օթյակում տեղակայվելու էր Քոչարյանի ինաուգուրացիայից հետո։ Ես հրավիրել էի նաև Կարեն Դեմիրճյանին, որտեղ եթե դուք հիշում եք, այդ ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանն ու Քոչարյանը ըստ էության հիմնական մրցակիցներն էին։ Ես նույնիսկ զանգ եմ տվել Կարեն Սերոպիչին եւ խնդրել եմ ասելով, որ ինքը նստած է լինելու դահլիճում Քոչարյանը, ինքը, հետո Վերապար Հայրապետը եւ մնացածը։ Սկզբից Դեմիրճյանը խոստացավ, որ կմասնակցի, բայց Դեմիրճյանը չեկավ։ Մենք իր տեղը դատարկ թողեցինք։ Բայց ամենակարևորն այն էր, որ ես նախատեսել էի, որ ինագուրացիա, այսինքն երդմակալության արարողությունից անմիջապես հետո օպերայի այդ երկրորդ հարկում ֆուրշետի պես մի բան էի կազմակերպել եւ ամբողջ նպատակն էր, որ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը հանդիպեին այնտեղ։ Եվ դա եղավ։ Եվ դրանք կադրերը կան միջև այլ։ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը իրար ժպտալով, այսպես շամպայն գինու բաժակներով միմյանց ողջունում էին։ Իդեպ ես պետք է ասեմ, որ նույնիսկ ինձ հրավիրեցին իրենց, ես ասի չէ, սա ձեր հանդիպումն է, սա ձերն է, ոչ ոք պետք չի, որ այնտեղ ներկա գտնվի։ Ինչու եմ ես ասում։ Ես կրկնում եմ, շատ եմ կարևորել եւ հիմա էլ եմ շատ կարևորում ազգային ժողովի դերակատարումը պետական իշխանության ողջ համակարգում։